Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր հայր, խոսենք հանդուրժողականության մասին, հասկանանք, թե ինչ է հանդուրժողականությունը եւ արդյոք կարող ենք այն կոչել պատվիրան։ Ինչպես նախկինում, այսօր էլ դիմացինին չհանդուրժելը մարտահրավեր է եւ լուրջ մարտահրավեր է։ Սրանով մենք փորձում ենք փոխել ոչ միայն մեր քաղաքական, սոցիալական, աշխարհիկ մշակույթը, այլ նաեւ ուզում ենք փոխել կյանքի որակը, բայց հակարծես թե իսկապես շատ լուրջ եւ դժվար հաղթահարելի ինչ որ մարտահրավեր է։ Շատ հաճախ հանդուրժողականությունը մենք շփոթում ենք խեղճության հետ։ Որպեսզի դու կարողանաս դիմացինին հանդուրժել, պիտի քո մեջ շատ ավելի մեծ ուժ գտնես հասկանալու ու գիտակցելու, որ դիմացինն էլ նույնպիսի մարդ է, ինչպիսին դու ես, նույն իրավունքներով, նույն առավելություններով, նույն սխալներով եւ նույն թերություններով, որևէ տարբերություն չկա։ Այսինքն Աստծո համար մենք բոլորս հավասար ենք եւ մենք չէ որ պիտի դիմացինին բարձրից նայենք կամ մերժենք կամ անտեսենք։ Իհարկե քրիստոնեության մեջ շատ հստակ է ձևակերպումը կա, որ ատիր մեղքը, բայց ընդունի մեղավորին, եւ սա հանդուրժողականության նաեւ լավագույն դրսեւորումներից կամ օրինակներից մեկն է։ Իհարկե հանդուրժողականությունը դա առաքինություն է, որ յուրաքանչյուր մարդու համար կարեւոր է։ Դիմացինի մեջ մարդ տեսնելու համար պարտադիր չի, որ դու անպայման այս մարդուն ասես ես քեզ շատ սիրում եմ կամ դու ինձ շատ հարազատ մարդ ես։ Կարող ես դու շատ օտար որևէ մեկին տեսնել եւ այլ նույն խնդրի առաջ կանգնել, հանդուրժես թե չհանդուրժես։ Կախված իր սեռից, տարիքից, արտաքինից, ազգային կամ կրոնական պատկանելությունից, այնքան տարբեր են այս շերտերը, որտեղ որ մենք անհանդուրժողականություն ենք դրսևորում դիմացինի նկատմամբ, բայց մեր ամենամեծ սխալը, երբ որ մենք սկսում ենք մարդկանց պիտակավորել, հենց պիտակավորում ենք, նշանակում է մենք դիմացինին ճանաչելու հնարավորություն ենք փակում։ Իսկ գուցե մեզ պետք է ավելին ճանաչել, ավելիով այդ մարդուն բացահայտել, հետո որոշել մեր վերաբերմունքը այս մարդու նկատմամբ ինչպիսին պիտի լինի։ Տեր հայր, վստահությունը եւ հանդուրժողականությունը երկուսն էլ սոցիալական առաքինություններ են եւ իրար փոխլրացնում են, պայմանավորված են իրարով, փոխպայմանավորված են իրարով։ Հիմա եթե մենք չենք վստահում մեր դիմացինին, մենք կարող ենք նրան հանդուրժել։ Իհարկե կարող ենք։ Նայած թե հանդուրժել ասելով մենք այստեղ ինչ նկատի ունենք։ Եթե ես դիմացինին հանդուրժում եմ, դա չի նշանակում ես իրան համարում եմ ինձ սիրելի կամ մտերիմ հարազատ մեկը։ Ես պարզապես կարող եմ մարդուն չճանաչել եւ հետեւաբար նաեւ չվստահել, որտեւ ես առիթ չունեմ իրեն վստահելու կամ չվստահելու, եթե ես մանավանդ մարդուն չեմ ճանաչում, բայց ես կարող եմ ընդհանրեն իրեն իբրև մարդ ընդունել եւ ընդունել, որ ինքը նույնքան իրավունքներ ունի, ինչքան ես ունեմ։ Այստեղ շատ པարզ է այս իրողությունը։ Ինչ ենք մենք ամեն դեպքում հակադրություններ փնտրում առաքինությունների միջև եւ փորձում ենք այդտեղ կրկին մեր թերացումները, մեր տկարությունը այդ կերպով արդարացնել։ Ընդհանրապես պետքա դիմացինի մեջ մարդ տեսնել։ Այս ամենակարևոր բանը, ինչը եւ արեց Քրիստոս եւ ինչի օրինակը տվեց մեզ Քրիստոս։ Ու կապ չունի այդ մարդը ինչ սոցիալական կարգավիճակ ունի, կրթված է, կրթված չէ, կամ չգիտեմ ինչ պաշտոնի կամ չունի։ Ամեն դեպքում մենք միշտ առերեսվում ենք այս իրականության հետ։ Ես հանդիպում եմ որևէ մարդու, ես ինչպես եմ վերաբերում այս մարդուն, ինչպես եմ ընկալում այս մարդուն։ Արտաքինից միանգամից որոշում եմ, որ ոչ, այս մարդու վրա պիտի ես խաչ քաշեմ կամ չգիտեմ, դիմացինս մարդ չէ ու շարժվեմ առաջ։ Իսկ ով ասեց, որ ես դրա իրավունքը ունեմ։ Երբ որ մեզ հետ են այդպես վարվում, մենք ինչքան մեծ ողբերգությամբ ենք դա ընդունում, չէ՞։ Մտածում ենք, թե աշխարհը փուլ է գալիս մեր գլխին։ Հասկանում եք, շատ հաճախ նույնիսկ հովական ծառայության մեջ այդ իրողությանը մենք հանդիպում ենք եւ առաջվում ենք, որ ասենք ինչ որ մարդ մեղք է գործել կամ սխալ է գործել, ինչի չենք քննադատում, բայց մեր գործը չի այդ մարդուն քննադատելը, ընդհակառակը մեր գործը այդ մարդուն հանդուրժելն է, հենց այն գիտակցությամբ, որ մեկը լինի ինձ քննադատի։ Իսկ լավ, այս մարդը այսինչ մեղքերն է գործում։ Ես էլ այլ մեղքեր եմ գործում, գուցե այդ նույն մեղքերը չեմ գործում, բայց ես իրանից արդար չեմ, կամ ես իրանից ավելի ազնիվ կամ ճիշտ կյանքով չեմ ապրում։ Ես էլ իմ սխալ, ամեն մարդ իր սխալների մեջ ունի թերացումներ իր կյանքի ընթացքում։ Եվ հետեւաբար դիմացինին դատելուց եւ դիմացինին քննադատելուց առաջ գուցե եւ մենք մեզ պիտի անդրադարձ ունենանք, մեր կյանքին պիտի անդրադարձ անենք եւ այս ամենակարևորը։ Չքննադատենք, չդատենք, բայց
միանգամից վստահենք եւ հանդուրժենք, ինձ թվում է կասկածներ կարող են ծնվել, հետևանքներ կարող են ունենալ։ Ոչ մեկ չի ասում անպայման պիտի վստահես, բայց ամեն ինչ պիտի սկսի այդտեղից, որ մարդուն պիտի ընդունես իբրև մարդ։ Մնացածը զգուշավոր լինել պետք չէ։ Կարելի եւ զգուշավոր լինել, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում կամ որևէ այսպես խոտելի բան չկա դրա մեջ։ Կարելի եւ զգուշավոր եւ նորմալ է, եթե դու որևէ մարդուց ակնկալում ես, որ կարող ես մարդը որևէ սխալ քայլ կամ որևէ ոտնձգություն գործել քո նկատմամբ, բնականաբար պետք է զգուշավոր լինել եւ թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Բնականաբար դա կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ պիտի այդ մարդուն դու ջնջես պարզապես։ Տեր հայր, հիմա խոսենք հանդուրժողականության եւ սիրո մասին։ Առանց սիրելու հնարավոր է հանդուրժել եւ եթե սիրում ենք, անպայման պետք է հանդուրժենք։ Այո։ Երկու դեպքում էլ գուցե եւ այո, որովհետեւ եթե չկա սեր, բոլոր մյուս առաքինությունները սիրով են գործում եւ սերը ամեն ինչի հիմքում է ընկած։ Սեր ասելով ես նկատի չունեմ անպայման, որ բոլորին պիտի մենք սեր խոստովանենք եւ մեզ մտերիմ հարազատ մեկը համարենք։ Բայց երբ որ դու մարդու մեջ մարդ ես տեսնում եւ մարդուն իբրև մարդ գնահատում ես, դա արդեն սիրո դրսեւորում է դիմացինի հանդեպ։ Եվ այստեղ խոսքերը չեն կարևոր, այստեղ ինչ որ հատուկ վերաբերմունքները չեն կարևոր, այլ պարզապես քո մարդ լինելն է կարևոր։ Եթե դու քո մեջ մարդուն ես վերագտնում, այն օրինակը, ինչը որ Քրիստոս մեզ տրվեց, դիմա բնականաբար այդ նույն չափանիշով դիմացինի հետ ես հարաբերությունները ձևավորում, դիմացինին ընկալելով այնպիսի մարդ, այնքան մարդ, ինչքան դու ես, եւ որի համար, ինչպես եւ քեզ համար Քրիստոս խաչվեց եւ իր կյանքը տվեց։ Եվ բնականաբար այս առումով սերը ամեն ինչի հիմքում է։ Տեր հայր, մարդկային լավագույն շփումները, օրինակելի փոխհարաբերությունները ստեղծում են սոցիալական կապիտալ, որը աշխարհը եւ մարդկությանը դարձնում է ավելի ցանկալի, առավել ցանկալի, բայց մենք պիտի խոստովանենք, որ մեր սոցիալական կապիտալը խիստ խոցելի է, որի մի ահռելի բաժինը, առյուծի բաժինը հանդուրժողականությունն է ենթադրում։ Այսինքն, այստեղ մեծ դերակատարություն ունի հանդուրժողականությունը։ Ինձ թվում է պետք է որոշակի կազմակերպություններ, ինստիտուտներ պայքարեն դրա դեմ կամ գործեն հանուն դրա։ Եկեղեցին միշտ կոչ է անում ինքնազսպվածության, զուսպ լինելու, ինքնակազմակերպման, բայց եկեղեցին կարող է միայն ինքը քարոզել հանդուրժողականություն եւ հաջողություն գրանցել։ Ոչ միայն հանդուրժողականության պարագային, այլ որևէ այլ առաքինության պարագային, բնականաբար եկեղեցին միշտ եղել է դրա ջատագովը եւ պայքարողը, որ հասարակության մեջ այս կամ այն առաքինությունը առավել ամրապնդվի եւ մարդկանց կյանքում դա դրսեւորվի, բայց այստեղ շատ ավելի կարեւոր են այլ կառույցների գործունեությունը, դա կլինի դպրոցը, դա կլինի տանիքը, դա կլինի պետությունը, դա կլինի որոշակի մարդասիրական կազմակերպ, այսինքն բոլոր հնարավոր միջոցները մեր հասարակության կյանքում եւ մեր իրականության մեջ որոնք կան, որոնք կոչված են մարդկային արժեքները, բարոյական արժեքները մեր կյանքում պաշտպանելու, զորացնելու եւ դրա ջատագովը լինելու, ուրեմն պետք է բոլոր այդ կառույցները միասին գործեն այս ուղղությամբ։ Եվ սա շատ արդյունավետ կարող է լինել, բայց եթե նույնիսկ չեն գործում, միշտ եկեղեցին անշեղորեն այդ առաքելությունը իրականացնում է։ Արդյոք նաև այդ հանդուրժողականությունը չէ, որ մեզ բերել է հասցրել այսօրվան։ Որ օրվան։ Այսօրվան։ Մեզ պարտադրում են այս օրենքը ստորագրեք, այն որոշումը ընդունեք։ Ես չեմ համարում դա հանդուրժողականություն։ Գուցե դրան ուրիշ անուն պետք է փնտրել, բայց այն հանդուրժողականությունը, որի մասին որ մենք խոսում ենք, չի ենթադրում ես անընդհատ քեզ պարտադրեմ մի բան, որը որ դու չես ցանկանում, բայց դու ստիպված ես դա անելու։ Տեր հայր, իսկ հանիրավի հանդուրժողականությունը չի բերում արդյոք արժեքային ճգնաժամի։ Ես հենց դրա համար ընդգծեցի, որ այդտեղ առանց մարդուն ճանաչելու հանդուրժել չի նշանակում հանիրավի հանդուրժել։ Մի քիչ գուցե ընկալումներն են տարբեր, բայց ամեն դեպքում, եթե հանդուրժողականությունը տվյալ դեպքում գիտակցված է եւ իմաստավորված, երբևէ ինքը ճգնաժամի չի կարող առաջնորդել։ Երբ որ դա ձևական է, դա արդեն ուրիշ հարց է։ Եթե այդ հանդուրժողականությունը ձևականորեն դրսևորվող մի իրողություն է, բնականաբար ինքը բերում է ճգնաժամի։ Տեր հայր, քիչ առաջ անդրադարձակ կրոնական հանդուրժողականությունը եւ արդյոք կրոնական հանդուրժողականությունը մեր Հայաստանի Հանրապետությանը վտանգ չի կարող բերել։ Արդյոք չենք կարող կորչել այդ հանդուրժողականության
սահմանների մեջ։ Եկեք հասկանանք ինչ նկատի ունենք կրոնական հանդուրժողականություն ասելով։ Եթե մենք նկատի ունենք, որ այդ կրոնական հանդուրժողականության արդյունքում մեր իրականության մեջ օր-օրի ավելացել են կամ ավելանում են աղանդավորական, կրոնական տարբեր կազմակերպություններ, ովքեր իրենց քարոզչությամբ մեր ազգային անվտանգության են սպառնում, իհարկե, այո, այստեղ սպառնալիք կա, այստեղ խնդիր կա, որի մասին որ մենք պիտի մտածենք եւ բնականաբար որի դեմ եկեղեցին միշտ էլ պայքարել է եւ այսօր էլ պայքարում է։ Իսկ եթե կրոնական հանդուրժողականություն ասելով նկատի ունենք այն, որ օրինակ է, ես հանդիպում եմ որևէ այլ աղանդի ներկայացուցիչ որևէ մարդու եւ իմանալով, որ ինքը այս կամ այն աղանդի ներկայացուցիչն է եւ մտածում եմ այս մարդը սատանա է կամ պետք է այս մարդուց հեռու մնալ եւ չշփվել, չառնչվել այս մարդու հետ, նույնիսկ այդ մարդուն արհամարել կամ նույնիսկ վիրավորել եւ այլն, բնականաբար սա կապ չունի ինքը հանդուրժողականության հետ։ Ընդհակառակը մենք պիտի կարողանանք անկախ նրանից մարդը կրոնական ինչ հայացքներ ունի, մենք պիտի կարողանանք այս մարդուն ընդունել իբրև մարդ, չկիսելով իր գաղափարները, չկիսելով իր կրոնական համոզումները եւ շատ հաճախ մենք առիթ ունենում ենք, ես էլ շատ հաճախ առիթ ունեցել եմ հանդիպելու տարբեր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հիմա ամեն դեպքում չի կարելի իրենց անտեսել, արհամարել կամ վիրավորել կամ վնասել կամ չգիտեմ, պիտակավորել, ինչ է որ այս մարդը ինքը իմ հայրենակիցն է, իմ քույրն ու եղբայրն է, որի հետ կարելի է էլի սիրով շփվել, նորից եմ ասում, չկիսելով կրոնական իր ընկալումներն ու գաղափարախոսությունները, բայց նաև մենք պիտի կարողանանք այնպես ճիշտ կառուցել մեր կյանքը, ճիշտ կազմակերպել մեր կյանքը, որ իրենք մեր օրինակով տեսնեն ու ճանաչեն Աստծուն եւ անդրադարձ ունեն իրենց սխալ ընթացքին։ Տեր հայր, եթե մի քիչ գլոբալ նայենք հարցին, հիմա Արցախում քրիստոնեական ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհվում է, յուրացվում է, վտանգված է։ Հիմա մենք մեր լռությամբ հանդուրժում ենք արդյոք դա, պատկերացնում եք հիմա ադրբեջանցիները գրեթե մոտեցել են քրիստոնեության մատույցներին։ Իսկ ով ասաց, որ մենք լռում ենք։ Այսօր արվում է այն ինչ որ հնարավոր է անել, որպեսզի հոգևոր մշակութային այդ ժառանգությունը պահպանվի եւ պահպանվի անխաթար կերպով։ Արդյունքը ինչքանով գոհացուցիչ է, սա արդեն ուրիշ հարց է, որովհետեւ այստեղ արդյունքը կախված չէ միայն նրանով, որ մենք լավ ենք պայքարում կամ վատ ենք պայքարում, այլ նաև սա մյուս կողմի ընկալումների հետ է կապված այս դեպքում։ Այսինքն որքանով Ադրբեջանը անդրադարձ ունենում է եւ կարողանում է քաջություն ունենալ ընդունելու, որ սա հայկական ժառանգություն է եւ ոչ թե յուրացնել կամ ջնջել հայկական հետքը։ Սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց ինչ մեզանից հասնում է եւ ինչ պետք է այսօր մեր իրականության մեջ, դա կլինի եկեղեցին, դա կլինի տարբեր մարդասիրական միջազգային հասարակական կառույցներ, ովքեր որ մտահոգված են Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման հարցով, փորձ արվում է եւ հնարավորինս արվում է ամեն բան այս հարցը բարձրաձայնելու եւ այդ ժառանգությունը պաշտպանելու ուղղությամբ։ Տեր հայր, եւ երևի թե վերջին հարցը, Ղուրանը մարդու միտքը կապ չունի քրիստոնյա է, մահմեդական է, հուդայական է, ինչ է, մարդու միտքը տանում է դեպի պատերազմներ, դեպի անարդարություն, դեպի գյավուրների, անհավատների պատերազմ, եւ սա փաթեթավորում են շատ սիրուն ձևով եւ ներկայացում են որպես սրբազան պայքար, սրբազան պատերազմ, այսինքն ջիհադը, որը Ղուրանի ամեն մի էջի տակ թաքնված է։ Ինչ անենք մենք մեր հանդուրժողականությամբ։ Մենք կոնկրետ հայ առաքելական եկեղեցին քարոզում է հանդուրժողականություն, բայց հակառակ պատկերը ունենք, կարող եմ մտածել, որ պետք է սիրենք թշնամուն, աղոթենք նրա համար, կամ գուցե մի երեսի տապտակում են մյուս երեսը էլ պահիր։ Նախ Ղուրանը պատերազմ չի քարոզում ըստ էության, մեկնաբանությունների մեջ, իսլամի մեջ որոշ մեկնաբանություններ, ծայրահեղական մոտեցումներ այդ գաղափարախոսությունը ջիհադի անդադ առաջ մղում են, բայց Ղուրանի մեջ չի խրախուսվում կամ խոսվում պատերազմների մասին։ Իսկ ինչ վերաբերում է մեր հանդուրժողականությանը այս դեպքում, իրականում երբ որ ին վրա հարձակվում են ու կապ չունի դա մուսուլմանը կլինի կամ որևէ մեկ ուրիշ երկիր կամ որևէ մեկ ուրիշ ազգ, երբ որ ին վրա հարձակվում են եւ ես չեմ պաշտպանվում եւ հակահարված չեմ տալիս իմ ունեցածը պաշտպանելու համար,
այդ չի նշանակում հանդուրժողականություն, դա բացարձակապես կապ չունի հանդուրժողականության հետ եւ այս առումով գոնե մեր եկեղեցին բազմիցս պատմության ընթացքում այս մասին լավագույն դասն է տվել, որ հանդուրժողականություն չի նշանակում, որ թշնամին ինչ ուզի պիտի անի, ես էլ, ինչպես որ շատ հաճախ ձևակերպվում է, մի այդի սապտակում մյուսը շուռ տամ։ Այդպես չի, իրականում մեր ամբողջ պատմության ընթացքին եկեղեցին միշտ առաջնորդել է պաշտպանելու սեփական սրբությունները, հայրենիքը, ազգակցին, ընտանիքը, այսինքն այն արժեքները, այն ազգային հիմնասյուները, որոնք որ մեր ինքնության կարևոր բաղադրիչն են, եւ եկեղեցին մշտապես դրա քարոզիչն է եղել, որ դա պետք է պաշտպանել եւ պետք է երբեմն նույնիսկ կյանքի գնով զենք վերցնելով, պայքարելով, այսինքն բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով պետք է պաշտպանել այն սրբությունները, հայրենիքը, որը որ մեզ տրված է եւ այն արժեքները, որը որ մենք ստեղծել ենք, մեր նախնիկ ստեղծել են։ Այս իմաստով բնականաբար հանդուրժողականության մասին խոսք լինել չի կարող, որ թշնամին ոնց ուզի, մենք էլ հանդուրժենք, ասենք, արի վերցրու, տար քեզ լինի։ Այդտեղ հանդուրժողականություն չկա։ Եվ նորից եմ ընդգծում, այն քրիստոնեությունը, որը որ քարոզվում է հայ առաքելական եկեղեցու կողմից, երբևէ նման հանդուրժողականության մասին չի խոսել։ Իսկ ինչ վերաբերում է թշնամին սիրելուն, այս պատվիրանը միշտ մենք երևի թե սխալ ենք մեկնաբանում։ Ամենամեծ խնդիրը թշնամի չունենալ, այս պատվիրանը թշնամի չունենալու մասին է, ոչ թե թշնամու սիրելու մասին է։ Եվ որ ասում է սիրիր թշնամու, դրա ենթատեքստն է, որ թշնամի մի ունեցի։ Իսկ ներհասարակական կյանքում, ներազգային կյանքում, այո, սա շատ ընկալելի է, որ քո ազգակիցն է եւ փորձիր երբևէ նրա հետ թշնամություն չունենալ։ Այստեղ հանդուրժողականությունը շատ կարեւոր դեր ունի։ Հիմա ոչինչ, հիմա եղբայրդ ինչ է, եղբայրդ երբեմն քեզ վիրավորում է, ասում ես դե լավ, եղբայրս է ոչինչ։ Կներեմ, կընդունեմ, չարություն չեմ պահիր նկատմամբ։ Նույն ձևով մենք ներազգային մեր կյանքում կարող ենք այս հանդուրժողականությունը մեկս մյուսի նկատմամբ դրսևորել եւ ոչ միայն կարող ենք, այլ դա պարտադիր պայման է։ Ինչ վերաբերում է արտաքին թշնամիներին, այստեղ այնքան ուժեղ պիտի դու լինես, որ ինքը երբևէ քեզ ինքը իրեն քեզ թշնամի չհամարի։ Սրա մասին է խոսքը։ Ֆիզիկապես ուժեղ։ Այո, եւ ֆիզիկապես, եւ մտավոր առումով, եւ հոգե բոլոր առումներով ուժեղ։ Շնորհակալություն, օրհնեցեք տեր։ Աստված օրհնի։